Ավարտվեց Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղից հայ ծանրորդները կվերադառնան հայրենիք դարձյալ մեդալներով, այսպես. Գերծանր քաշային կարգում հանդես եկող 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը երկամարտի 450 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 406 կիլոգրամ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, Գարիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է։ 73 կիլոգրամ քաշային ծանրորդ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոր Սահակյանը երկամարտի 338 կիլոգրամ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Կանանց 55 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը հրում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ, իսկ երկամարտի 202 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 76 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը երկամարտի 231 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 61 կիլոգրամ քաշային կարգում Գառնիկ Չոլակյանը բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 275 կիլոգրամ արդյունքով։ 81 կիլոգրամ քաշային ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Հայաստանի կանանց ընտրանու 87 կիլոգրամ քաշային կարգում Լիաննա Գյուրջյանը 246 կիլոգրամ արդյունքով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է։ 96 կիլոգրամ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 373 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։